ինչ արդյունք կարող են տալ։ Ու մեր համար կոնկրետ դա շատ լավ հնարավորություն էր օգտագործելու ազգային ժողովի ամբիոնը, ի վերջո համար մեկ խոսալու ամբիոնը, պարլամենտ գիտեք նշանակում է խոսարան, եւ մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ եկանք ասացիք մեր տեսակետը, կարծում եմ լսեցիք, հա երևի, ես նորմալ եմ համարում բոլորս քննարկումները, որովհետև իսկապես Նիկոլ Փաշինյանը հանցանքներ է գործել մեր ժողովրդի նկատմամբ եւ պետք է հեռացվի։ Ուրիշ բան է, թե որն է այդ հեռացման բանալին եւ ինչպես անենք, որ ինչպես ես իմ երեթում ասացի, ուրեմն շանից փախնելուց հետո գելի բերան չընկնենք։ Պարոն դուք նշել եք, որ լուրջ դերակատարություն են ունենալու պարոն Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրություններին։ Ինչ ձևաչափով եք սա պատկերացնում, որտեղ տարբեր քաղաքական ուժեր հիմա առանձին իրենց մասնակցության մասին են հաստատում։ Արդյոք հնարավոր լինելու է համախմբվել եւ որ ուժերի հետ եք տեսնում այդ համախմբումը։ Ադե թողեր այդ ինտրիգը կամաց բացվի էլի։ Նա այսքանը բացեցինք, մի քիչ էլ համբերություն ունեցեք, մի օր էլ ուրիշ բան կբացվի։ Ամենակարևորը, որ պետք է բոլորը հասկանան, այն է, որ Հայաստանի հիմնադիր նախագահը չի կարող անտարբեր լինի կամ անմասն լինի մեր երկրի ճակատագրի նկատմամբ, հատկապես երբ որ այդ ճակատագիրը վտանգված է։ Ինքը չի կարող չմասնակցել այս գործընթացներին։ Այս մի հանրապետություն է, որ 10 այլ տղեկի հետ Ղարաբաղ կոմիտեով իրենք ստեղծել են եւ իսկապես հիմնադիր հայրերն են այս հանրապետության եւ բնականաբար իրենց մի կյանքի գործը այդ Ղարաբաղի ազատագրումը արդեն փաստորեն մսխեցին, տապալեցին Արցախը ոչնչացնելով, հիմա էլ այս գործընթացները գնում են արդեն դեպի Հայաստանի հանրապետության անկախության ոչնչացումը։ Բնականաբար ինքը չի կարող անտարբեր լինի եւ կմասնակցի բնականաբար։ Ինքը չի թողի, որ այս բանը կատարվի։ Նախագահների համախմբում հնարավոր համարում եք, վեհապարը նախորդ անգամ այդ ձևաչափը, որ գործում եք, կարծես չաշխատեց։ Նույն գետը երկու անգամ չեն մտնում։ 21 թվին, երբ որ իսկապես պետք էր այդ համախմբումը, Տեր-Պետրոսյանը այդ առաջարկ արեց, բայց դա չկայացավ, գիտեք։ Հիմա կարծում եմ պետք է փնտրել նոր լուծումներ։ Լայն ճակատագրի քաղաքական ուժեր։ Էլի իհարկե, պետք է լինի լավ համախմբում քաղաքական ուժերի, հեղինակավոր անհատների, սա պիտի դառնա իսկապես համաժողովրդական շարժում, որովհետև մինչև երկրում մթնոլորտը չփոխվի, ոչ մի բան հնարավոր չի անել։ Մենք սրա մասին չպետք է մտածենք ոչ էլեկտորալ առումով, ոչ պիտի մտածենք, ասենք իմպիչմենտի համար եւս 1-2 падգամավորի ձայն կորզելու այդ հարթության մեջ, միջև ժողովուրդը ոտքի չկանգնի, տեսնելով մի առաջնորդություն, որին ինքը հավատում է, ոչ մի հարց չի լուծվի։ Պարոն Զոհրաբյան, նախորդ տարիների քաղաքական հակառակորդների հետ պատրաստ եք դնել այդ ամեն ինչը մի կողմ եւ նրանց հետ միանալ։ Այդ ում նկատի ունեք։ Տարբեր թուրերում եղել եք, հա, դուք իշխանություն, իրենք ընդդիմություն, հետո դուք ընդդիմություն, իրենք իշխանություն։ Ես ասեմ, մենք շատ բան կարող ենք մի կողմ դնել եւ նախկին ինչ որ տարաձայնություններ եւ գաղափարախոսական անգամ տարաձայնություններ, բայց պետք է լինի մի պլատֆորմ, որի շուրջ մենք միավորվենք, ասենք մի 5-6 լրջագույն հարց Հայաստանի տեսլականի, որը մեզ միավորելու է։ Գիտեք, անգաղափար միավորումները ոչ մի բան չեն տա։ Ինչ որ շատ կարևոր կետերի առանցքների շուրջ մենք պետք է համաձայնության գանք, որ նաեւ ժողովուրդն է մեզ հավատա, որտեղ ժողովուրդը պետք է տեսնի, իսկ ինչ ենք ուզում անենք։ Եվ եթե այդ ինչը ներկայացվում է, պարզա, որ կարելի է դրա շուրջ արդեն միավորվել։ Մնացածը արդեն այդքան կարևոր չի եւ երկրորդական է։ Փաշինյանի հետ բանավեճի վերջը գնալու եք, որովհետեւ նախկին 3 նախագահներին էր ինքը հրավիրում, ես գիտեմ, որ դուք առաջարկել եք։ Ես կազմ պատրաստ եմ։ Եթե Փաշինյանը
նախապայմանը համարելու, որ ես պետք է լիազորագիր ստանամ Տեր-Պետրոսյանից, այդ դեպքում ես լրջորեն դրանով կզբաղվեմ։ Մինչև հիմա այդ կրերեք այդ լիազորագրի դիմումը դա ընդհանրապես մի հատ երկիծական ժանրի բան էր, ձեռարոցի էր կոպիտ ասած, ծաղր Փաշինյանի հիստերիկ մեյլերի այդ բաների ֆեյսբուքյան գրառումների նկատմամբ։ Այդ մարդը ամեն անգամ, երբ որ խոսքը գնում է 2019 թվի պլանի բացահայտման մասին, ընկնում է հիստերիկայի մեջ եւ փորձում է այդ խոսակցությունը շեղինանով, որ իր հետ պետք է անպայման գան, չգիտեմ, նախագահները բանավիճեն։ Այնպես դու այդ հարցը լուծի մի հատ 2019 թվի պլանը բացահայտի։ Ինչ կա այդտեղ։ Ասում են Տեր-Պետրոսյանը սենց է արտահայտվել, Քոչարյանը նենց է արտահայտվել, Նիկոլը ում է այդ հետաքրքրում, թե ոնց է ամեն մի նախագահ, ոնց է այդ ամեն ինչը մեկնաբանում։ Հրապարակի բոլոր պլանները մեր ժողովուրդը եւ խելք ունի եւ փորձագետներ կան, թողեք մեր հանրությունը ինքը իր դատը անի։ Քաղաքական պայմանագիր խմբակցության։ Բայց այդ մահ է իրանց համար, իրանք չեն անի, մահ է, վախենում են։ Ղեկավարը խմբակցության ասում է վախենում են դրա համար չեն գալիս։ Ինչից է վախենում։ Բանավեճի ասում է գիտենք որ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին կծեփի կներեք արտահայտությանս համար։ Ես կծեփեմ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին, ես կծեփեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ Ղարաբաղյան խնդրի փաստաթղթերին է տիրապետում, կատարյալ 0, ոչ աշխարհաքաղաքական գործընթացների ներկայացումներին է տիրապետում, կատարյալ 0։ Այդ մարդուն ես կծեփեմ պատերին։ 5 րոպե չի դիմանա, ինձ հետ ինքը բանավեճի։ Հələ 5 րոպեն բանա հարցական, ես մի քիչ զապաս տվեցի իրան, էլի մի քիչ ֆորա տվեցի։ Չեք խոսում։ ՔՊԱ-ականները, որոնք ժամանակին մեծ երկրպագուն էին, հա, հակի Լևոն Տեր-Պետրոսյանի, հիմա իրար հետ չտալով քննադատում են։ Դե այդ գիտեք բանդայի օրենքներն են։ Գիտեք, չէ, եթե ուզում են հավատարմությունը ստուգեն, այդ բանդաներում, չէ, գանգստերները, ազենքը դնում են այդ ստուգվողի ձեռքը, ասում են մի հատ մեր թշնամուն ոչնչացրու, որ մենք հասկանանք, որ դու իրանց հետ չես, մեր հետ ես։ Դրա համար հենց այն մարդիկ, ովքեր ամենա, ասենց ասեմ, լևոնականն են եղել այդ թվում, հենց իրենց պարտադրում են այդ թեստային կրակոցները կատարել։ Սա բանդայի օրենք է։ Ժամանակին շատ են խոսում ձեր եւ Նիկոլ Փաշինյանի վատ հարաբերությունների մասին։ Գուցե պետք էր ավելի Իսկ չեն խոսում իմ ու Նիկոլ Փաշինյանի լավ հարաբերությունների ժամանակաշրջանի մասին։ Ժամանակին գուցե պետք էր լսել ձեզ եւ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանից հրաժարվել, որ այսօր հակին չկապեն Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած։ Դե ասողին լսողա պետք է։ Հաջողություն։ Շնորհակալ։